Դե ինչ, եկեք միանգամից սկսենք։ Այսօր մենք վերլուծելու ենք ընդամենը մեկ նախադասություն, բայց հավատացեք, սա ամենևին էլ սովորական նախադասություն չէ։ Իսկ հարցը, որ ուզում եմ տալ, սա է. կարող է մի ամբողջ ազգի պատմությունը իր ամբողջ անցյալով, ներկայով ու ապագայով իրոք տեղավորվել այսքան քիչ բառերի մեջ։ Կարճ պատասխանեմ՝ այո, եթե այդ նախադասությունը կառուցված է իսկական ճարտարապետի պես։ Եկեք միասին քանդենք այդ կառույցն ու տեսնենք ինչ կա ներսում։ Հիմա ուշադիր եղեք։ Ես կկարդամ այն մեկ անգամ, իսկ դուք փորձեք ուղակի լսել, զգալ բառերի քշիրը։ Սա ուղակի իրար կողք շարած բառեր չեն։ Չէ, սա իսկական ճարտարապետություն է, հստակ հիմքով, կրող պատերով ու գագաթնակետով, ու մենք հիմա այն մաս-մաս բացահայտելու ենք։ Ցանկացած ամուր կառույց սկսվում է հիմքից, այնպես չէ՞։ Դե, այս նախադասության մեջ էլ ամեն ինչ սկսվում է հենց այն կետից, որտեղից բխում է ողջ էներգիան։ Ամենաառաջին բանը, որ աչքի է ընկնում, թե ինչպես է այն սկսվում, ոչ թե որպես սովորական բառ, այլ որպես առանձին ամբողջական միավոր, Հայաստան ու վերջակետ։ Սա պարզապես բառ չէ, սա հայտարարություն է։ Գիտեք ինչի է նման։ Կարծես դրոշ խրես հողի մեջ ու ասես ամեն ինչ սկսվում է այստեղից։ Սա է այն առանցքը, որի շուրջ պտտվելու է մնացած ամեն բան։ Ինքնությունը հաստատելուց անմիջապես հետո նախադասությունը մեզ տանում է դեպի խորքերը, դեպի անցյալ, շատ ամուր հիմք կառուցելու համար։ Ու լավ նայեք, այն չի ասում մեր պատմությունը կամ մեր ավանդույթները, ոչ, խոսքը ոգու մասին է։ Սա մեզ կապում է մի անխախտելի շղթայի հետ, որը ֆիզիկական չէ, այլ հոգևոր ժառանգություն է։ Եվ ահա այստեղ է թաքնված ամենակարևոր նրբություններից մեկը՝ բառի ընտրությունը։ Ոչ թե հնագույն, այլ հավերժական։ Ինչու՞։ Ինչ տարբերություն։ Շատ մեծ։ Հնագույնը ուղղակի հին է, այն անցյալում է, իսկ հավերժականը այն ժամանակից դուրս է։ Սա մի ոգի է, որը հնարավոր չէ կոտրել, որովհետև այն միշտ եղել է, կա ու միշտ էլ լինելու է։ Այսպիսով, այս առաջին մասը ոչ թե պարզապես պատմության դաս է, այլ հիմքի ամրագրում։ Սա այն հոգևոր դենթն է, այն ծրագրային կոդը, որը սնուցում է այն ամենը, ինչ գալու է դրանից հետո։ Շատ լավ, ուրեմն մենք ունենք հիմքը, ինքնությունը և նրա հավերժական աղբյուրը։ Բայց այս պատմությունը անցյալի մասին չէ։ Նախադասությունը կտրուկ թռիչք է անում դեպի ներկան, որ ցույց տա մեզ այն մեխանիզմը, այն շարժիչը, որը վերցնում է այդ հավերժական ոգին ու դարձնում այն իրական գործող ուժ։ Միասնության մեջ։ Ընդամենը երկու բառ, բայց սա ամբողջ կառույցի շարժիչն է։ Եթե առաջին մասը ինչն էր, ապա սա ինչպեսի պատասխանն է։ Անցյալի ողջ պոտենցիալը կարող է ապագա դառնալ միայն ու միայն մեկ ճանապարհով՝ միասնության միջոցով։ Մի պահ պատկերացրեք առանց դրա, ինչ կունենանք։ Առանձին գործող ուժեր, ցրված տարբեր ուղղություններով։ Անհատական ներուժ իհարկե կա, բայց այն կենտրոնացված չէ, ֆոկուս չունի։ Եվ հետո գալիս է միասնությունը ու փոխում խաղի բոլոր կանոնները։ Այն այդ բոլոր ցրված ճանապարհները հավաքում է, համախմբում է մեկ ընդհանուր թիրախի շուրջ։ Սա նույնն է, թե ինչպես հարյուրավոր փոքր առվակներ միանում են իրար, դառնալով մեկ հզոր, անկասելի գետ։ Այդ անհատական ներուժը վերածվում է հավաքական ուժի, որը շատ ավելին է, քան ուղղակի իր մասերի գումարը։ Դե լավ, բայց այս ամենը ինչի համար։ Ուր է մեզ տանում այս հզոր ուժը։ Այս ամբողջ կառույցը մեզ բերում է իր գագաթնակետին, վերջնական նպատակին, որին հասնելու համար էլ հենց պետք էր այդ միասնությունը։ Ուղղակի լսեք այս արտահայտության հնչողությունը, նրա ուժը։ Որքան ակտիվ է, որքան վստահ։ Սա խնդրանք չէ, հույս էլ չէ։ Սա սեփականության ու գործողության հստակ հայտարարությունը։ Եվ սա ամենակարևորն է։ Այն չի ասում մենք հույսով սպասում ենք մեր ճակատագրին կամ սպասում ենք թե ինչ կլինի։ Ոչ, սա пассив սպասումի փոխարեն ակտիվ տիրապետում է։ Սա գիտակցված ընտրություն է, վերցնել ղեկը քո ձեռը։ Իսկ ինչ է իրականում նշանակում տեր կանգնել։ Սա նշանակում է տիրանալ մի բանի, որն արդեն իսկ քոնն է, իրավամբ քոնն է։ Սա մի ժառանգությունն է, որը պարզապես ստանալը քիչ է, պետք է գիտակցաբար գնալ ու վերջնել այն։ Սա սեփական ապագան կերտելու վերջնական ամենահզոր քայլն է։ Դե ինչ, հիմա երբ արդեն բոլոր բաղադրիչները վերլուծել ենք, եկեք դրանք նորից միացնենք իրար ու մի հայացքով տեսնենք ամբողջական պատկերը, ամբողջ ճարտարապետությունը։ Ահա եւ այն, ամբողջ ճանապարհային քարտեզը, 3 պարզ տրամաբանական քայլով։ Առաջին,
ուժ քահիր հավերժական ոգուց։ Երկրորդ, այդ ուժը կենտրոնացրում միասնության միջոցով։ Եվ երրորդ, այդ կենտրոնացված ուժով ակտիվորեն տեր կանգնիր քո ճակատագրին։ Անցյալը հիմք, ներկան գործիք, ապագան նպատակ։ Բոլոր մասերը կատարելապես իրար են լրացնում։ Եվ հիմա եկեք վերադառնանք ամենասկզբին ու եւս մեկ անգամ լսենք այս նախադասությունը, բայց այժմ արդեն հասկանալով նրա ամբողջական կառուցվածքը։ Լրիվ այլ կերպ է հնչում, այնպես չէ՞։ Այլևս սրանք ուղակի բառեր չեն, սա մի ամբողջ ազգի պատմություն է, ռազմավարություն եւ խոստում ամփոփված մեկ շնչում։ Եվ սա իրոք ստիպում է մտածել։ Մեր շուրջը, մեր ամենօրյա խոսքում ուրիշ ինչ հսկայական պատմություններ են թաքնված, որոնք ուղղակի սպասում են, որ մենք իրենց բացահայտենք։ Որովհետև, ինչպես տեսանք, երբեմն բառերը պարզապես բառեր չեն։ Դրանք կարող են լինել մի ամբողջ ազգի ինքնության կոդը, գործողության կոչը եւ ապագայի հռչակագիրը։ Ահա սա է լեզվի իրական անսահման ուժը։